Բաքվում Ադրբեջանի ղեկավարության միջնորդությամբ կայացել են բանակցություններ Իսրայելի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակների միջև հանդիպման ավարտից հետո կողմերը պաշտոնական հայտարարություն չեն տարածել։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, կարծում եմ այնուամենայնիվ ինչ-որ բան հայտնի դարձել է։ Պրես ռելիզներում այս հանդիպումը կոչում են աշխատանքային խմբերի առաջին նախապատրաստական տեխնիկական հանդիպում։ Մինչդեռ իրականում հայտնի է, որ մինչ վերջերս ևս հանդիպումներ եղել են եւ բավական բարձր մակարդակի եւ ի տարբերություն այս հանդիպման առանց միջնորդների։ Հայտնի է, որ նոյեմբերի 19-ին Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը այցելել է Թուրքիա եւ հանդիպել է Թուրքիայի այն ժամանակվա արտաքին հետախուզության ծառայության տնօրենի հետ։ Բայց դրանից հետո Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները ել ավելի լարվեցին եւ դրանից հետո արդեն ուղիղ առանց միջնորդի հանդիպումները իրատեսական չէին։ Այս անգամ Իլհամ Ալիևն է նախաձեռնել այս հանդիպումը եւ ըստ էության միջնորդի դերն է ստանձնել։ Հայտնի է ըստ որոշ չհաստատված տեղեկությունների, որ Իսրայելի պատվիրակության կազմում էին ազգային անվտանգության շտաբի հրամանատարը, վարչապետ Նետանյախուի ռազմական հարցերով գլխավոր խորհրդականը, գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը եւ պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենը։ Թուրքական կողմի ներկայացուցիչների անունները հայտնի չեն։ Ինչ վերաբերում է արդյունքների, ապա իսրայելական պետական կան հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ այս հանդիպումը որևէ դրական արդյունք չի տվել եւ որ կողմերին չի հաջողվել ոչ մի համաձայնության, ոչ մի կոնկրետ համաձայնության գալ։ Ըստ էության կարելի է ենթադրել, որ հանդիպումը տապալվել է։ Իդեպ այդ ընդհանուր ֆոնը, որը նախորդում էր այս հանդիպմանը, նույնպես վկայում է այդ մասին, որ հանդիպումը հազիվ թե արդյունավետ լինի։ Բանն այն է, որ Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չարտոնեցին, որպեսզի ինքնաթիռը, որը իսրայելցի պատվիրակներին պետք է հասցներ Բաքու, անցներ Թուրքիայի օդային տարածքով։ Այսինքն ինքնաթիռը ստիպված է եղել շրջանցել Թուրքիան հյուսիսով։ Դա եւս դիվանագիտական այսպիսի դեմարշ էր, որը չէր նպաստում այդ հանդիպման արդյունավետությանը։ Հիշում ես նույնը թուրքերը արել էին, երբ Իսրայելի նախագահը պետք է մեկներ Բաքու COP29-ին մասնակցելու։ Ինչևէ, համենայն դեպս որոշում կա բանակցությունները շարունակելու վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների նոր հանդիպում է կազմակերպվելու արդեն գարնան երկրորդ կեսին հուդայական զատիկ տոնի ավարտից հետո։ Պաշտոնական հաղորդագրությունները իսրայելական կողմի միայն հաստատում են այն, որ այդպիսի հանդիպում եղել է եւ նաեւ Բենյամին Նետանյախուն այդ հանդիպմանը միջնորդ լինելու համար շնորհակալություն է հայտնել անձամբ Իլհամ Ալիևին։ Ամեն դեպքում կողմերը դեռ շատ հեռու են համաձայնությունից։ Այո, երկու կողմերի համար էլ այսպես սկզբունքային կարմիր գծեր կան, հիշեցնեմ հարաբերությունները կտրուկ լարվեցին այն բանից հետո, երբ Սիրիայում իշխանության եկան պրոթուրքական ուժերը զավթելով իշխանությունը ըստ էության, դրանից հետո Իսրայելը սկսեց ռազմական հարվածներ, օդային հարվածներ հասցնել սիրիական զինուժին, իսկ Թուրքիան սկսեց նոր ռազմաբազաներ ստեղծել, բացել Սիրիայի տարածքում։ Այսինքն կողմերի մոտեցումները շատ իրարամերժ են եւ այսպես մեկը մյուսին միանշանակ մերժող են։ Անգամ իրավիճակ էր ստեղծվել, երբ խոսվում էր ուղղակի ռազմական բախման հավանականության մասին։ Հունվարի սկզբին Իսրայելի կառավարության առընթեր գործող պաշտպանական բյուջեի կոմիտեն առաջարկել էր վարչապետին, պաշտպանության նախարարությանը եւ ֆինանսների նախարարությանը հատուկ միջոցներ նախատեսել այն դեպքի համար, եթե Թուրքիայի հետ ուղղակի ռազմական բախումը այսպես անխուսափելի լինի։ Այսինքն այդ սցենարը եւս Իսրայելում ոչ միայն հաշվարկած է, այլև մշակված է հավանաբար մինչև վերջին կետը։ Իսկ ապրիլի 8-ին Իսրայելի վարչապետը ասել է, որ այս հարցում Թուրքիայի հետ հաշտեցման հարցում ակնկալում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությունը։ Արդյոք, բայց մյուս կողմից Ալիևի համար է այս հանդիպումը կարծես շատ կարևոր, որովհետև ինքն է միջնորդը, որ դրական արդյունք լինի։
Դե Իլհամ Ալիևը Իսրայելի եւ Թուրքիայի միջև հաշտեցման գլխավոր բենեֆիցիարն է, քանի որ երկու այս իրար դեմ պայքարող պետությունները Ադրբեջանի ամենահավատարիմ դաշնակիցներն են։ Իդեպ հենց Ալիևն էր 21 թվականին նույնպես միջնորդ հանդիսացել Իսրայելի Թուրքիայի միջև եւ նրա ջանքերի արդյունքում 13 տարի տևած հակամարտության ավարտից հետո կողմերը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ Երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջև այս առճակատումը Բաքվում տագնապ եւ անհանգստություն է առաջացնում, դե պարզ է, քանի որ հենց այդ լարվածությունը տապալեց նրա պլանները եռակողմ դաշինք ստեղծելու վերաբերյալ։ Այդ դաշինքի հետ Իլհամ Ալիևը շատ մեծ հույսեր ուներ, իսկ Իսրայելի հետ Ադրբեջանի շարունակվող համագործակցությունը հարցեր է առաջացնում Անկարայում եւ զայրույթ եւ դժգոհություն է առաջացնում։ Օրինակ անցած տարի Ստամբուլում Ադրբեջանի պետական նավթային կորպորացիայի մուտքի առջև ցույց էին կազմակերպել ընդդիմադիրները, վանկարկելով երկու պետություն, մեկ դավաճանություն, վերափոխելով Հեյդար Ալիևի հայտնի խոսքերը։ Թուրքական մամուլում հաճախ մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին Թուրքիայի հակառակորդին պաշտպանելու համար եւ ասում են, չէ՞ որ թշնամու բարեկամը թշնամի է։ Այս կարգախոսը եւս հաճախ այս համատեքստում հիշում են։ Այս իրավիճակը կարող է նպաստավոր լինել մեզ համար, քանի որ Իսրայելի հետ երկխոսելու նոր հիմք կարող է արդյունքում ձևավորվել։ Համենայն դեպս Միացյալ Նահանգների հայ լոբբիստները այս իրավիճակից կարող են շահել եւ չբախվել իսրայելացի լոբբիստների հակազդեցությանը։ Ամեն դեպքում նաեւ նկատվում է, որ Իսրայելի մամուլում ավելի հաճախ են հայտնվում հրապարակումներ, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելում ոչ բոլորն են կողմնակից Ադրբեջանի հետ այսպիսի դաշնակցային հարաբերությունները զարգացնելու։ Շնորհակալություն, Արծուն։